Սահմանադրական դատարանը անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ անգամ հոգու տորվա անդիմության որոշում չի կայացրել։ 1996-ից ի վեր 4 նախագահական և 3 խորհրդարանական ընտրության արդյունք է վիճարկվել բարձր դատարանում։ Ընդդիմության կարմիր թելով միշտ անցել է ընտրության կեղծումը, բոլորի դեպքում Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել պաշտոնական արդյունքները։ Իսկ ինչպես են բարձր դատարանում որոշումներ կայացվում։ Սահմանադրական դատարանը կամ բարձր դատարանը Հայաստանի բարձրագույն դատական մարմինն է, որտեղ դիմում են մայր օրենքին, սահմանադրությանը հակասող իրավական ակտերը կամ որոշումները վիճարկելու համար։ Որոշումները կայացվում են Սահմանադրական դատարանի անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն 5 կողմ որոշում պետք է լինի, և եթե նկատի ունենք, որ 9-ից 2-ը չեն մասնակցում, 7 հոգանոց կազմով է քննում, 7-ից 5 կողմ պետք է լինի, որպեսզի որոշումը ընդունվի։ Գործի հրապարակային քննությունից հետո Սահմանադրական դատարանի 9 դատավորները հեռանում են փակ խորհրդակցության։ Անցկացվում է քվեարկություն, որի ընթացքում յուրաքանչյուր դատավոր պարտավոր է հայտնել իր դիրքորոշումը՝ կողմ կամ դեմ, ձեռնպահ տարբերակ չկա։ Սահմանադրական դատարանի անդամները կարող են տվյալ որոշմանը լինել կողմ, կամ դեմ լինել և ունենալ հատուկ կարծիք, կամ նույնիսկ հատուկ կարծիք չունենալ։ Այդ ժամանակ Սահմանադրական դատարանը ինքն է որոշելու ինչպես հրապարակի, հատուկ կարծիքները սովորաբար հրապարակվում են և հայտնի է դառնում, թե ով ինչպիսի կարծիք ուներ, բայց թե ով ինչպես քվեարկեց որոշման կայացման ժամանակ, այդ մասը սովորաբար չեն ասում։ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ Ներքին օրենսդրությունը, սակայն, փորձագետի պնդմամբ որևէ պատասխանատվություն չի նախատեսում, եթե բարձր դատարանի վճիռը չի կատարվում։ Այդպիսի նախադեպ Հայաստանում եղել է, երբ 2003-ին Ստեփան Դեմիրճյանը վիճարկում էր նախագահական ընտրության Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը։ Սահմանադրական դատարանը մոտավորապես ոչ հստակ որոշում է կայացրել, որ 1 տարվա ընթացքում վստահության հանրաքվե պետք է կազմակերպվի, Սահմանադրական դատարանի այդ որոշումը մնացել է թղթի վրա։ Այդուհանդերձ, եթե Սահմանադրական դատարանի վճիռը չի գոհացնում դիմումը ներկայացնողին, վերջինս կարող է դիմել Եվրոպական դատարան, ինչի հնարավորության մասին հայտարարեց նաև ուժեղ Հայաստանի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանը։ Իդեպ Եվրոպական դատարան, այո, շատ հնարավոր է նաև գանգատ կներկայացվի պատասխանելով ձեր հարցին, թե ի վերջո հետագա ինչ գործողություններ կարող են լինել։ Կա նման գործիքակազմ, այո, կա։ Կդիտարկենք դրա իրացումը, թե ոչ, կտեսնենք։ Եթե նախկինում 1-2 քաղաքական ուժեր էին դիմում Սահմանադրական դատարան կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած արդյունքները վիճարկելու, այս դեպքում 7 քաղաքական ուժերի կողմից վիճարկումը առնվազն ազդեցություն պետք է ունենա հուլիսի 4-ի որոշման վրա, պնդում է փորձագետը։ Հավելում, այդ որոշումից է կախված հանրային վստահությունը դատական համակարգի որպես անաչառ ինստիտուտի վրա։ Սեդակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։